Մանկական ալիք քայլ առ քայլ։ Սովորում ենք միասին լճերի և ճահիճների կենդանիներին։ Ջրասամույր։ Այս գեղեցիկ փամփլիկ կենդանիները հիանալի լողորդներ են, նրանք շատ են սիրում ձկնիկներ որսալ։ Տեղադրենք նրան իր տեղը և անցնենք հաջորդին։ Գորտ։ Գորտերը սառնարուն կենդանիներ են, այսինքն նրանք քուն են մտնում, երբ դուրսը ցուրտ է լինում։ Տեղադրենք մեր կանաչ գորտին իր տեղը և անցնենք հաջորդին։ Ահա և լոքո ձկնիկը։ Այս ձկնիկները հասնում են շատ մեծ չափերի։ Նրանք սիրում են լողալ ոչ այդքան արագ կանգնած ջրերում։ Տեղադրում ենք ձկնիկին, ահա այստեղ։ Ահա և մեր բոլորի կողմից սիրված բադիկը։ Բադերը ջրլող թռչուններ են, նրանք ձմռանը չվում են տաք երկրներ։ Դե բադիկ ջան, դու էլ անցիր քո տեղը, իսկ մենք անցնենք առաջ և վերցնենք ճպուռին։ Ճպուռները շատ գեղեցիկ միջատներ են, նրանք սիրում են թռնել ճահիճների և լճերի վրա։ Մեր գույնզգույն ճպուռին էլ տեղադրենք իր տեղը և անցնենք վերջին վեցյակի կենդանուն՝ ֆլամինգո։ Ֆլամինգոները հիմնականում ապրում են տաք ջրերում, իսկ նրանց գեղեցիկ գույնը պայմանավորված է ուտելիքով։ Ապրես փոքրիկ, մենք հավաքեցինք առաջին վեցյակը։ Հիմա սովորում ենք էկզոտիկ կենդանիներին և առաջինը վագրն է։ Վագրները գիշատիչ կենդանիներ են, նրանք հիանալի որսորդներ են, ունեն շատ սուր ատամներ և շատ արագ են վազում։ Տեղադրենք մեր վագրին իր տեղը և անցնենք հաջորդին։ Ահա և գորիլան։ Գորիլան մարդանման կապիկ է, նա չունի պոչ։ Այս կապիկները գրեթե ամենակեր են։ Տեղադրենք մեր գորիլային իր տեղը և անցնենք հաջորդին։ Ահա և մեր բոլորի կողմից սիրված թութակը։ Այս գեղեցիկ թռչունները չափազանց խելացի են, որոշ թութակներ կարողանում են նաև խոսել։ Դե ինչ թութակ ջան, անցիր քո տեղը, իսկ մենք անցնենք հաջորդ կենդանուն։ Եվ հաջորդը մեր բոլորի կողմից սիրված կապիկն է։ Այս կապիկները շատ են սիրում միրգ և բանջարեղեն ուտել, նրանց ամենասիրած ուտելիքը բանանն է։ Նրանք ունեն երկար պոչ սովորաբար և շատ են սիրում մագլցել ծառերի վրա։ Դե իսկ հաջորդ գեղեցիկ թռչունը տուկանն է։ Տուկանները բուսակեր կենդանիներ են։ Ի շնորհիվ նրանց մեծ կտուցի նրանք կարողանում են քաղել ամենամեծ և համեղ հյութեղ մրգերը։ Տեղադրենք մեր տուկանին էլ իր տեղը և անցնենք հաջորդ վերջին կենդանուն՝ համրուկ։ Այս հետաքրքիր կենդանին շատ դանդաղաշարժ է, ունի ընդամենը 3 մատ։ Դանդաղ տեղադրենք մեր համրուկին էլ իր տեղը և անցնենք հաջորդ վեցյակին։ Միջատներ։ Առաջին միջատը բզեզն է փոքրիկ։ Սովորաբար բզեզները ի հայտ են գալիս մայիս ամսին, նրանք լինում են տարբեր գույների և տեսակների։ Ապա տես ինչպիսի վառ գույներ ունի։ Տեղադրենք մեր բզեզին իր տեղը և անցնենք թիթեռին։ Թիթեռները լինում են տարբեր գույների և չափսերի, նրանցից որոշները ցավոք սրտի ապրում են ընդամենը 1 օր։
Դե ինչ Թիթեր ջան, անցիր քո տեղը, իսկ մենք անցնենք հաջորդ միջատին, որն է ճանասեր մեղուն։ Մեղուները չափազանց աշխատասեր են, չէ՞ որ նրանց շնորհիվ է, որ մենք ունենք մեղր։ Դե իսկ հաջորդ միջատը բոլորիս կողմից շատ սիրված զատիկն է։ Այս գեղեցիկ կարմիր միջատները համարվում են երջանկության և հաջողության խորհրդանիշը։ Ապա տես ինչ գեղեցիկ պուտիկներ ունի։ Դե զատիկ ջան, անցիր քո տեղը, իսկ մենք անցնենք հաջորդ միջատին, որն է մրջյունը։ Մրջյունները նույնպես համարվում են ամենաաշխատասեր և ճանասեր միջատները։ Նրանք աշխատում են առավոտից երեկո։ Ունեն իրենց թագուհին և ապրում են շատ հետաքրքիր կազմված խմբերով։ Դե իսկ վերջինը սարդն է։ Սարդերը հայտնի են իրենց գործելու ունակությամբ։ Նրանք առավոտից երեկո գործում են ցանց, որի օգնությամբ էլ որսում են ուրիշ միջատներին։ Դե ինչ փոքրիկս, մենք հավաքեցինք բոլոր միջատներին,